Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համեցեք Տիկնգանը։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ձեր կողմից նշվածի համատեքստում ուղղակի հավելեմ, որ հարկեր չվճարելու համար պատասխանատվությունը քրեական օրենսգրքում շարունակում է մնալ եւ այդ նպատակով, այսինքն հարկեր վճարելուց խուսափելու նպատակով հայտարարագրում ինչ որ խնդիրների պարագայում կարծում եմ, որ ոչ ոք չի վերացրել դեռ քրեական պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ չզեկուցվող հարցերի փաթեթում կար մի նախագիծ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որը միտված էր հստակեցնելուն, հայտարարագիր չներկայացնելուն վերաբերող համապատասխան հոդվածը, ժամանակին այս հոդվածով նախատեսվող կարգավորումը շահարկման առարկա դարձավ այն առումով, որ մենք ցանկանում ենք քաղաքացիներին, ովքեր պետական եկամուտների կոմիտե չեն ներկայացրել հայտարարագիր, ենթարկել քրեական պատասխանատվության, իրականում դա այդպես չէր, բայց որ որևէ մեկը, որևէ անգամ չխոսի էլ այդ մասին, մենք գնացինք այն ճանապարհով, որ հստակեցնենք հանցակազմի սուբյեկտային կազմը եւ նախատեսենք, որ այդ քաղաքացիները չներկայացնելու դեպքում չեն ենթարկվելու քրեական պատասխանատվության։ Շատ լավ, բայց էլի սա էլ այն դեպքերից է, որ ես էլի ուզում եմ մեր ուշադրությունը եւ հանրության ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, նախ համընդհանուր հայտարարագրման համակարգը շատ կարևոր է եւ ես ուրախ եմ, որ մենք այս ճանապարհը գտանք այդ համակարգը կայացնելու։ Համակարգը սրանով արդեն ինքնաշխատ եղանակով կայանում է եւ սա շատ կարևոր է։ Հաջորդը էլի այդ բանը, այդ նեգատիվը, որը ձևավորվում է բանի շուրջ, այդ հարկերի շուրջ, վայ հարկեր, ես էլի ուզում եմ ասեմ, Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի, բացարձակապես ոչ մի քաղաքացի ինքը իր ընտանիքի բարեկեցության համար չի ծախսում ավելի շատ գումար, քան ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Մի անգամ ես այդ հայտարարությունը արեցի, մեծ կամ կիսամեծ աղմուկ բարձրացավ սրա հետ կապված եւ մինչեւ հիմա ուզում են փորձ արվում հերքել իմ այս հայտարարությունը, բայց կարծում եմ, որ չի ստացվում, որովհետեւ ընդհակառակը ավելի հիմնավորվում է եւ ես էլի ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին, որպեսզի մենք արձանագրենք, որ վճարված հարկը ընդհանրապես աճ գրպանից գումարը ձախ գրպան տեղափոխելն է կամ հակառակը, ով ինչ ճաշակ ունի։ Հետևաբար, իսկ այս փոփոխությունն էլ քաղաքացիների համար առավելագույն հարմարավետություն ստեղծելու տրամաբանությամբ է, մանավանդ որ եւ հիմնված վիճակագրության վրա։ Այն նախորդ որոշումը, որ մենք կայացրինք, մեզ հնարավորություն տվեց ունենալ 130,000 մարդու տվյալ, որը արդեն ինքը ունի սոցիոլոգիական շատ կոնկրետ պատկեր է մեզ համար ստեղծում, եւ մենք համոզված ենք հիմա, որ այդ տվյալը մեծ շեղում չի կարող ունենա, պլյուս մինուս մի քիչ, եւ այս համակարգով մենք խնդիրը ամբողջապես եւ համակարգային ձևով լուծում ենք։ Համեցեք պարոն Թորոսյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, մի կարճ հարց ճշտող պարոն Պողոսյանին եւ մի առաջարկ մեր պետեկամուտների կոմիտեի գործընկերներին։ Պարոն Պողոսյան, դուք մի կարևոր առաջարկ նշեցիք, որ մենք ենք անելու ազգային ժողովի գործընկերներին, որ ներառեն դա ընտանիքի անդամների միջև այդ փոխանցումները չներառելն է, ճիշտ եմ հասկանում, ու բայց նշեցիք, որ կենցաղային այդտեղ կա սահմանաչափ, այսինքն եթե օրինակ կինը ամուսնուն 50 միլիոն դրամ փոխանցել է, ամուսնին էլ կնոջ հետ այդ 50 միլիոնը կամ չգիտեմ 30 միլիոնը հետ է փոխանցել, դա համարվում է կենցաղային, թե ինչ որ սահմանաչափ կա, որտեղ այդ եկամուտների մի ճնշող մեծամասնությունը դա կարող է լինել որոշ քաղաքացիների մոտ եւ երկրորդը մենք հարմարավետությունից խոսելիս հաճախ դետալների ուշադրություն չենք դարձնում ես որպես այդ 130,000-ից մեկն եմ հիմա էլի սա առաջարկում երբ որ դու մի ստորագրությունով հաստատում ես դու մի հատ էլ առանձին դիմում պետքա ներկայացնես որ սոցիալական կրեդիտը ստանաս նույնիսկ այն պարագայում երբ որ այդ հաշիվը արդեն կախված է ես խնդրում եմ մեր ՊԵԿ-ի գործընկերներին այդ երկրորդ գործընթացը պարզապես ավտոմատացնել որտեվ եթե ես արդեն ունեմ իմ վրա դուրս գրված սոցիալական կրեդիտ ես նորից դիմում չներկայացնեմ թեկուզ այդ նույն համակարգում շնորհակալություն Պարոն Թորոսյան շնորհակալություն հարցի համար մտադիր ենք հետևյալ երկու
նախապայմանը սահմանել միայն, առաջին, որ փոխանցումները լինեն ընտանիքի անդամների միջև, ընդ որում փոխանցում ասելով երևի տպավորություն կստեղծի, որ խոսքը միայն դրամական փոխանցումների մասին է, բայց ոչ, մտադիր ենք այլ ձևերով, օրինակ բնամթերային ձևով փոխանցումները նույնպես ներառել այս կանոնի տակ, եւ երկրորդ նախապայմանն այն է, որ փոխանցվելիքը լինի նվազեցվող, հարկման ոչ ենթակա եկամուտ, որովհետեւ եթե խոսքը հանկարծ լինի ընտանիքի անդամների միջև հարկվող եկամուտներ փոխանցելու մասին, այստեղ պետք է հիշել, որ հայտարարագիրը միևնույն ժամանակ եկամտային հարկի հաշվարկ է, եւ եթե ընտանիքի անդամները մեկը մյուսին օրինակ կարող են ելնել այդպիսի դեպքեր, վարձակալական վճար տեսակի եկամուտ վճարի, որը հարկվող եկամուտ է ինքնին, բնականաբար սա ոչ միայն հայտարարագրվող է լինելու, նաև հարկվող է լինելու։ Իսկ հարկման համար պետք է հայտարարագրել։ Այսինքն, ամփոփելով, պարոն Պողոսյան, այսինքն ընտանիքի երկու անդամները կան նաև աշխատանքային հարաբերություններ ունենան։ Այսինքն, եթե խոսքը նրա մասին է, որ ենթադրենք երեխային, ծնողին, կնոջը կամ ամուսնուն գումար է տրվում ինչ որ, չգիտեմ, ինչ որ իր գնելու համար, դա մեկ ասենց տենից հարկման ենթակա գումար չի, որտեվ հիմա գրում ենք դա, պարոն, հիմա գրվում է դա։ Դե հասկանում եք, էլի մենք համակարգ ստեղծել ենք, այո, նաև վարչական լծակ կիրառելով այդ համակարգ սկսել ենք աշխատեցնել, այդ համակարգը մեզ համար մեծ տվյալ է գեներացրել։ Մենք հիմա այդ մեծ տվյալը վերլուծում ենք եւ տեսնում ենք, որ սա կարող է չլինի, նա կարող է չլինի, նա կարող է չլինի, թեթևացնում ենք համակարգը, որ եւ լուծում ենք երկու խնդիր։ Առաջինը, որ մենք համակարգը ստեղծում ենք, դա այլևս կայացած փաստ է, եւ երկրորդը, այնպես ենք անում, որ բոլորը առանց բացառության բոլորը լրացնում են հայտարարագիր, ակտիվ կամ պասիվ, եւ երրորդը մաքսիմալ հարմարավետ ենք դարձնում մարդկանց համար։ Խնդրեմ, համեցեք, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, պարոն Պողոսյան, դուք նշեցիք, որ եթե համաձայնություն է տալիս անձը, ապա ֆինանսական կառույցները ինքնաշխատի եղանակով տեղեկությունները կփոխանցեն հայտարարագրման համակարգին։ Կարող ենք այնպես նախատեսել, որ դա մեկ անգամ արվի, ոչ թե բոլոր տարիների հայտարարագրերի համար, որ եթե ես այս տարվա համար հայտարարագրում գրել եմ, որ ես համաձայն եմ, որ ֆինանսական կառույցներից ստացվեն ինձ վերաբերելի տվյալները, ստիպված չլինեմ ամեն տարվա հայտարարագրման ժամանակահատվածում նորից մտնել եւ նորից այդ հաստատումը տալ։ Պարոն Խաչատրյան, այդպես էլ մտադիր ենք, այդպես ենք նախատեսել, ընդ որում եկամտատեսակների տարբերակում չենք դնելու, այսինքն չենք առաջարկելու, որ օրինակ ավանդի գծով հաշվեգրվող տոկոսի մասով տեղեկատվությունը տալ, բայց վարկերի գծով տեղեկատվությունը չտալ։ Մենք սրան նայում ենք որպես հավաքական երևույթ, այո, մեկ անգամ այդ համաձայնությունը կստացվի եւ կգործարկվի։ Պարոն վարչապետ, իսկապես շատ ավելի հարմարավետ ենք դարձնում մարդկանց համար այս համակարգը, բայց տենց հիմա կարող է հավելյալ ջանք գործադրենք եւ մի քայլ էլ անենք։ Ես բարձրացնեմ խնդիրել, ինչքան որ շատ տարածված է ընտանիքի անդամների միջև այդպիսի փոխանցումները։ Հազվադեպ չեն նաեւ ընկերների միջև, ինչ որ անձանց քանակ, որտեղ չեմ բարձր խոսքը մեծ գումարների մասին այստեղ չի կարող լինել։ Հիմա մի միտք ուղղակի քննարկումը լսելիս միտքը առաջացավ, գուցե շատ խոցելի լինի առաջարկածս։ Եթե նույն գումարը, նույն 100,000 դրամը անձից ինչ որ ժամկետի մեջ, ամիսա, տարվա կտրվածքով երևի, նույն 1 միլիոն դրամը, եթե նույն անձից գնում է նույն անձին եւ հետո հետ է գալիս, առանց տոկոս, առանց բան հավելյալ եկամուտ չի գեներացվում եւ ըստ այդմ հարկման աղբյուր չի։ Գուցե էդ էլ կարողանանք անձերով իդենտիֆիկացնի համակարգը, եթե Պողոսից գնաց Պետրոսին, Պետրոսից հետ եկավ Պողոսին, բան չկա լրացնելու։ Դե կենցաղային բան է, կարող շատ է պատահում մարդկանց մոտ։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, առաջարկի համար, իրապես հաճախ հանդիպող երևույթ է մտերիմների շրջանում, բայց ձեր թույլտվությամբ ես առաջարկում եմ, որ մենք որոշ ժամանակ անց այս քննարկմանը մոտենանք, ինչու, որովհետև օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է կառավարությանը իրավասություն վերապահել, սահմանելու այն եկամուտների տեսակները, որոնք բնույթով նվազեցվող կլինեն եւ հայտարարագրման ենթակա չեն լինի,
եւ նաեւ այն եկամուտների տեսակները, որոնք որոշակի շեմից բարձր լինելու դեպքում միայն հայտարարման ենթակա կլինեն եւ այս իրավական հենքը մենք հենց առաջարկում ենք ապահովել հենց նմանատիպ երևույթները կարգավորելու համար։ Այսինքն մենք կնախապատրաստենք այս քննարկումը, կկայացվեն համապատասխան որոշումներ եւ արդեն կառավարության որոշման մակարդակում կլինեն նոր հավելյալ լուծումներ։ Այսինքն, պարոն Միրզոյան, ձեր ասած խնդիրը օրենքի ընդունումից հետո կդառնա կառավարության որոշմամբ լուծելի հարց, եթե քննարկենք որոշենք, որ լուծում ենք այդ հարցը կամ դա ոչ թե լուծում ենք այդ հարցը, այլ ընդունելի է։ Այսինքն մենք կգնանք այդ տրամաբանությամբ եւ դա, որովհետեւ արդեն ոնց որ թե ոտք ենք դրել այդ ճանապարհին եւ կգնանք այն տրամաբանությամբ, եթե այլ բան չպարզվի, որովհետեւ հասկանում եք, շատ կարեւոր է, որ տվյալների վերլուծության հիման վրա մենք որոշումներ կայացնենք, որ չհարկվող եկամուտները, որոնք այսպես ինչպես դուք ասացիք, նվազեցվող եկամուտները, որոնք այսպես թե այնպես չեն հարկվելու, այդ եկամուտները հայտարարագրելու անհրաժեշտություն չառաջանա։ Այսինքն մենք հայտարարագիրը պետքա օպտիմալացնենք այնքան, որ հայտարարագրելու անհրաժեշտություն լինի հարկվող եկամուտ։ Եթե մարդը sense թե նենց հայտարարագրես թե չհայտարարագրես, մեկը հարկ չի վճարելու դրա դիմաց, հետեւաբար կարող է, բայց ես չեմ բացառում, որ կարան դեպքեր ել եմ ասում, դա կարևոր է, որ փորձագիտական մակարդակով մեծ տվյալների վերլուծության արդյունքում մենք հենց տեսնենք ինչ այդպիսի միջև հիմա հայտարարագրված դեպքեր կան։ Այդ դեպքերը այլ հարթակներում մեզ ինչ ինֆորմացիա են տալիս, դրանք կարևորություն ունեն այդ առումով թե չունեն, նոր կայացնենք այդ որոշումները։ Այսինքն մեր խնդիրը չի պրոբլեմներ ստեղծել, մեր խնդիրն է պրոբլեմները լուծել։ Իհարկե որոշ դեպքերում պետք է մի քիչ ստեղծենք, որ հետո լուծենք ու ծանուցենք։ Շատ լավ։ Խնդրեմ այլ հարցեր, դիտարկումներ, դուք բան ունեիք ասելու։ Շնորհակալություն պարոն Թորոսյանի առաջարկի հետ կապված ուղղակի ուզում եի նշել, որ մենք հիմա եւ բջջային հավելվածի եւ կայքի ավելի մատչելի դարձնելու տեխնիկական առաջադրանք արդեն մշակել ենք, որտեղ նաեւ հաշվի ենք առել ձեր առաջարկը, որ առանց լայացուցիչ գործողությունների հետ ստանա։